Սիրով ողջունում ենք ձեզ իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, ինչպես տեսնում եք, այսօր ես կադրում միայնակ չեմ, ինձ կընկերակցի իմ սիրելի եւ հարգարժան հայրիկը, որին կարծում եմ շատերը ռուսական ալիքիդ հասցրել եք ճանաչել, Գևորգյան Գուրգենը։ Շավարշի։ Այո, այսօր մենք ռուսական ալիքի շրջանակներում բաստուրմա ենք սարքել սիրելիներս։ Արդեն ասել են, որ հայերեն տարբերակով բաստուրմա է կոչում, եթե կոչենք ապխտած, չգիտեմ ինչ, դա արդեն ուրիշ մսի տեսակ է, ուրեմն ուրիշ պրոցես է գնում այդտեղ։ Բաստուրմա։ Բաղադրատոմսը անցած տարի նկարահանել եմ շատ մանրակրկտորեն այս ալիքում, հղումը կդնեմ, գիտեք արդեն, որ իմ հայրիկի բաղադրատոմսն է, իմ պապիկին է, որը իրեն հասել է իրեն պապիկից, այո, այսօր կպատրաստենք պապ տհալ, շուտվանից վաղուց, այսինքն ուզում էի պատրաստել, բայց ավելի հաճելի է, լավ ստացվեց, որ դու ես։ Մեծ կտոր հավարի բուդեր, կողի, որ կտորները հարմար էր հանել ենք բաստուրմին, այսինքն մեր հայրը հենց այդպես էլ միշտ անում են։ Սրանք էլ ասի տհալ, չէ։ Տհալ, հավուրմա էլ են կոչում, բայց ճիշտ է տհալն է։ Հիմա պիտի միսը կդրտենք, մոտ 8%-ով աղդնենք, ցիցիլեք որ մնա աղի մեջ, 10 կիլոյին մոտ 800 գրամ աղ կանենք, մի քիչ ավելի քիչ, քան բաստուրմային ենք անում սովորաբար, քանի որ մսակտորները բայց շատ չենք անի, երևի մի 5-6 կիլո կանենք, ցուցադրելու համար, քանի որ մենք միշտ այս բաղադրատոմսային երկին վերադառնում ենք տան պայմաններում, պատրաստում ենք ու պատրաստում, քանի որ շատ համեղ է, ես էլ առիթից օգտվեմ ասեմ, որ իմ հայրիկի ձեռքը անչափ համեղ է, հարցնում եք Ազա ջան, որտեղից քեզ այս հմտությունները, ուղղակի գենետիկորեն փոխանցվել է, մենք չունենք որևէ ինչ-որ կրթություն խոհարարական, գենետիկա։ Այսինքն իմ պապիկից եկել է ինձ, այո, ես փոխանցում եմ քեզ, դու փոխանցես քո տղուն, որ քո տղեն ասի իմ պապիկից է եկել։ Շատ լավ։ Հենց այդպես էլ անելու եմ։ Այս վիդեոն էլ վկա։ Այս մսի կտորները, որը հարմար է կդրտում ենք, մոտարապես այս կտորներ ոնց ասեմ։ Ասենք 4-ի վրա։ Դա մի քիչ մեծ, փոքր է, դա բան չի, ապ չունի։ Կարևորը որ համաչափ կտորներ ստանանք հաստության առումով։ Չէ՞։ Այս մանդաները կարող ենք մի անի վրա, որ ասենք Սենց կտորները նորմալ։ Պապ, իսկ ես այնտեղ յուղի հատված տեսա, դա ընդունելի է։ Ընդունելի է, չի խանգարում։ Չի խանգարում, սիրողական է ուրեմն։ Այսինքն կտորները ավենք տնելու։ Իսկ կարևորը ինչ հատվածներ օգտագործենք, դե պարզ է, որ տավարի միս ենք հիմնականում օգտագործում այս ճաշատեսակի համար։ Մարդկա գարի մեզ ցիլաս արքում։ Բայց այդ շատ սիրողական է ուրեմն։ Ավելի լավ է փափկեսը, ոսկորը ասենք։ Ցանկալի չի։ Ցանկալի չի, ես ճլերն է կարելի հանել։ Ես ինձ հիշում եմ իմ հայրիկը մասի հետ գործ անում ու շատ հյուրասիրություններ կազմակերպել իր տանը, հատկապես, էլ խաշ, էլ խորոված, էլ ես բաստուրմա ու տհալ, էլ հենց այնպես բաժանել, այսպես ասած, մենք միշտ ասենք, որտե այսքան ով է ուտելու, որ սարքում ես, չբաժանեմ, աղջիկ ջան, միշտ այդ մեր տանը եղել է։ Բայց աղջիկ ջան, որ դուք արդեն ստեղ էիք ապրում, պապան Ռուսաստանից բաստուրմա էր ուղարկում։ Ընկերներս սա զարմանում են, ասում են Հայաստանից ենք բաստուրմա բերում, դու ստեղից ես ուղարկում։ Դե պապայիս ձեռքի սարքածին, պատրաստածին կարոտում էի։ Ես արդեն մոտ 20 տարի է, 2004 թվականից վեր ապրում եմ Հայաստանում, շատերը կարծում են, թե ես մշտապես իմ տեսանյութերը հենց Ռուսաստանից եմ նկարահանում և հրապարակում, բայց չէ, հայրենիքում արդեն 20 տարի է բնակվում եմ, նախկինում այո, Ռուսաստանում ենք բնակվել, թե մեր հայերի շրջանակներում շատ ռզների, շատ ենք ծանոթացել և հրամցրել ենք մեր հայկական ճաշատեսակներով, բաղադրատոմսերով, ինչ որ շատ կարևոր եմ համարում
Քանի որ յուրաքանչյուրս էլ որ մի փոքրիկ լումա ունենանք մեր ազգայինը, մեր հայկականը տարածելու շատ լավ կլինի սիրելիներս։ Թե չէ հետներս ոչ մի բան չենք տանելու, չէ՞ պապ։ Ուր դիտանում։ Դե հենց այդ այլ եմ ասում են, բայց միչև էջ բաղադրատոմսը չասեց, այն որ ես հիմով չեն ասում, պատրաստում են չէ ինչու, պետքա տարածել սիրելիներս։ Եթե մարդկա տանում է դե։ Ու տենց էլ չենք իմանում այդ համով այդ բաղադրատոմսի գաղտնիքը, իսկ որ հետը չտաներ, թողեր, մյուսներն է կտարածեին, բարի ձևով կհիշեին ու այդ ավելի լավ կլիներ։ Չէ՞ պապ։ Իհարկե։ Կիլո 160 գրամ։ Ասենք 5 կիլո մեզ մոտ կազմեց, շատ լավ։ 400 գրամ աղա պետք։ Շատ աղքիշ չի։ Մենք աղներ կկշարենք, այսինքն եթե վաստում այլեցրեցի։ Եփելու վաղ թրգլիով կանենք։ Հա։ Անդեր 10% են գլցել։ Մոտուտ 8%։ Եփելու վաղ արդեն կիմանանք։ Աման ինչքանի գրամ էր։ Զրոյացրել ես։ Մեկ ինչքան ճիշտ աշխատում։ Անկարծ չխապենք, չէ՞ պապ։ Չէ, հետո ասի ռեգիրովկեն սրա հեշտ է։ Եփելու վաղ արդեն դեպքելին չկարելի ասենք։ Հիմա վեցնենք խորը տարա։ Խոշոր աղով ենք աշխատում։ Այսի համաչափ բաշկի։ Հետո խառնենք մի հատ։ Վերջում մի հատ խառնենք։ Մոտորապես կունի սենցելնի։ Հա։ Երկուսից 3 օրից հետո կարանք եփենք։ Եփենք, հետո ժայռ կանենք։ Տապակենք էլի։ Հա, էլի տապակենք էլի։ Ու տապակին ժայռ դալում, չէ՞։ Հա։ Հա։ Հակառակս։ Իմ պապան շատ հումորասեր է։ Այնպես որ եթե հավանեք այդ տեսանյութերը իմ պապայի ընկերակցությամբ, մենք հաճախակի ձեզ հյուր կգամ, չէ՞ պապ։ Աշխատենք։ Աշխատենք։ Դե տեսնենք, Տավարիշ Գիվարգյան։ Այսինքն մնում է, ինքը աղաջուրը դուց հատալու, աղաջուրի մեջ։ Պապ, դե դու եսի հիմա սարքելու ես, թողես իմ հույսին, եսի չեմ անելու այդ ընթացքում այդ 3 օրվա, խառնելու եմ, տակնու վրա անելու եմ, թե չէ։ Չէ, տակնուրա մի արա։ Չան է։ Հելո կմնաս տունակ, նայես ոնց է աղաջուրը դուց տալի իրանց ծածկում։ Ջուրը չենք թափելու։ Չէ։ Հենց այդ ջրի մեջ։ Այս արդեն աղաջուրը դուց կտա։ Ծածկի իրան։ Բայց իսկականից մի հատ չխառնել, պապ։ Չէ։ Լավ։ Գիտես չէ, բաստուրմա պատրաստելուց շատերը այդ աղաջուրը, որ դուրս է գալի, հենց դուրս է գալի տանում թափում է։ Բայց դա ճիշտ Ինքը պիտի աղաջուրի մեջ, ոնց որ աղաջուրը արդեն գնում է թափում եք, սիրելիներս, բայց 7 օրվա այդ ընթացքը հենց այդ աղի մեջ էփվում է։ Մենք էլ չենք էփում այդ կտորները։ Մի թափեք ջուրը։ Պապատ որ զուգ էր արտադրում։ Հա, ես ուր եմ։ Սիդոտկա ունդեր էր։ Իմ պապան Նիժնի Նովգորոդ քաղաքում բազում տարիներ, երկար տարիներ ձգան Ցեխ ենք ունեցել։ ամենահամեղ ձգներն եք արտադրել, ես էլի եմ ասել ու կասեմ, Երանի են տարիները, երբ որ մենք Բայց որ զուգը աղ ենք տնում, աղաջուրը չենք թափում, աղաջուրի մեջ մնում էր, ինքը էփվում էր։ Հետո նոր հանում ենք աղաջուրը փոխում ենք։ Հիմա ես կեփվի իր մեջ։ Իսով չափ։ 3 օր նորմալ է։ Հետո մնացած process-ը կանենք։ Իսկ եթե արդեն մարդ ես ուշացնեն 3 օր անց, ասենք տանը չեն 7 օր մնա, ոչինչ։ Ոչ ման չի լինի։ Պապ, իսկ եթե Բայց սառը տեղը լինի։ մարդկա գլենդելից է նայում, այնտեղ միշտ ամառա։ Սառնարանում։ Հա, սառնարանում։ Սառնարանում կպահենք։ Ուրեմն սառնարանում ենք պահում, չենք մոռանում, թե չէ միսը կհոտի։ Դե ինչի համար են Հայաստանում Աշնանը, խոր աշնանը։ Հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբերին էս բաները սարքում, ասենք սա ձմեռուտում են, որտեղ ցուրտ է, ջանջերը քնած են, չեն գալիս, ջղայնացնեն։ Հիմա այսպես մնալու է, աղաջուրը դուրս կտա, 3 օրից կհանենք ու
կանցնենք ավելի երկարաձիգ ու գլխավոր պրոցեսներ ջարի տանենք տապակենք ապի եթե հիմա օրինակ կոմենտների բաժնում շատերը ինչ որ բաղադրատոմս քեզնից պահանջեն գալու ես խոսք տվեց սիրելիներս դե պահանջեք այնտեղ գրեք ու ինչ հետաքրքիր բա հետո տենց է պապ խորոված չաբաբաբա տորմա բայց ես մի հատ տորմայի բաղադրատոմս գիտեմ որ դու պատրաստում ես պապուս բաղադրամ այո ես դեռ չեմ պատրաստել գիտես ու չեմ պատրաստել որտեղ ասում եմ երբ կգա պապան կհամոզեմ իրան կգա իրար հետ այդ տեսանյութը կնկարենք տորմայի բսաղացը փչացելա ձեռով պիսաղանեմ դրա համար ես ասում հա նորա պետք է գնամ մսաղաց պետք չի գալու ասեմ առանց մսաղացի պատրաստենք դե ձեզ տեսնենք ցանկություն կունենաք պատրաստենք դե կհանդիպենք 3 օրից պապ ջան ու մնացածը կանենք էլի այս նույն տեղը դարի պաչում հալած յուղ է պետք պապ հալած յուղի բաղադրատոմսը դա արդեն իսկ երկարաձիգ առանձին տեսանյութ է եթե ուզենաք մենք առանձին հալած յուղ պատրաստել այդ գործընթացը կնկարանենք իսկ այսպես մենք արդեն ունենք պատրաստի հալած յուղ այնպես որ դրանով ենք պատրաստելու բայց եթե ցանկանաք կպատրաստենք բնական կարագից ձեզ համար հալածած կարագով չէ գիտես հիմա ինչ եկավ աշխիս առաջ Այն ящикով կարակները, որ բացում էին կապույտ թուղթը, կարակը մեջից էր։ Պապան որ ռեսավիկ է, Ռուսաստանից 25 կիլոմետր իմպորտի կարակը բերում էր, հալացնում էիք, չէ՞։ Ինչեր չէի բերում, ինչեր։ Ոսկիա, մարդ չի, ոսկիա ինքը, ժողովուրդ։ Այդ կազբեկ, մազբեկները, սաղ կյանքը վերու վար արել։ Այն որ ասում եմ հարգարժան հայրիկը, այն որ այդքան գովում եմ, ես հենց Էնպես չեմ գովում, լիքա արժանիքներով մարդա։ Պաստենակ համով կլին որ։ Գուրգենչիկը սովորում արդեն տարերը, անցում են գուրգեն, դե արդեն գիտեք, գուրգենչիկը իմ հայրիկի անունն է ժառանգել գուրգենչիկ, դե հոլ ես նվագում։ Ժողովուրդ ջան, անցել է մեզ մոտ 3 ամբողջական օր։ Արդեն լավ նորմալ գրել է, հիմի շուր ենք տալիս բազիկի մեջ լավ լվանում ենք սիրելիներս հոսող ջրի տակ ջրը սպարվի Դեմանալու ընթացքում կրիբինը պետք է բաց Արդեն բացում է Ալվաջուրը դնում է Չէ, հինգ ոտ է Ծածկի մի բան էլ կապարի չդնեմ, որ շուտ սկսվի եղավը, հա? Սպասում ենք Գնամ կոֆը խմենք? Գնամ կոֆը խմենք, եթե կտակ Ուրեմն ժողովուրդ ջան, մեկ անգամ եռած միսը, ամբողջությամբ այդ ջուրը թափեցինք, նորից լվացինք մսերը, էլի, որպեսզի պրոցեսը չկանգնի, եռման ջուր ենք լցնում նորից։ Մոտ 1 ժամ գիտեմ, որ Հայաստանի մսերն են եփում, փակ կափարիչի ներքո։ Այսքան։ Ուրեմն սիրելիներս անցել է ուղիղ 1 ժամ։ Դուրս եմ բերում քամիչի մեջ, որպեսզի քանդվի ավելորդ արգանակը, տեսեք ինչ միս է, հիմա ես նաև կցուցադրեմ որակապես, որպեսզի հեշտ կողմնորոշվեք, տեսեք ինչքան ախորժելի մսակտորներ են, ու ձեր ուշադրությունը արգանակի վրա եմ ուզում գրավել, տեսեք ինչքան թափանցիկ է, ինչպես ասում է հայրիկս, սա կարող եք օգտագործել տարբեր ճաշատեսակներ պատրաստելու ժամանակ։ Ակ է, բայց և այնպես, տեսեք, այսպես առանձնանում է։ Ապ,
Վերիր։ Քանվելա։ Այս ինչ ես անում։ Էսի հալած յուղ է, Ռուսաստանից որ բերել էի։ Բելարուսական, հոտ քաշի։ Ահա ինչ։ Լավ հոտ ունի։ Բելարուսականը։ Մեր գործը հեշտացրել են, հա։ Հիմա մենք օգտագործենք, ասենք, ինչքան պահանջվեց։ Օգտագործենք։ Յուղ 5 կիլոգրամ մսի համար, վերջում կասենք։ Մոտավորապես ես երկու տեսակ լցենք իրել է, էլի։ Յուղը հալավ, արկացավ, միսը գցենք, թող կամաց ժարի տլի։ Ասենք, գուրգեն ջաջազան ձեզ ոչ մի հարմարանք չի տալիս։ Ամեն հարմարանք էլ կա, ձերից լավ հարմարանք չկա։ Այդ կա խորտակվեն պապ յուղի մեջ։ Լավ կլներ։ Այս ինչ գործընթացի մեջ ես։ Արդեն որ փրփրում է յուղը։ Հա, հասկացա, փաստորեն մսի մեջից տապակվում է, ջուրը քամվում է, արդեն ժարի դառնում, զրկվում է, այո, ու տապակվում է։ Այդ նրա համար է, որ երկար պահպանվի, չէ՞, միսը։ Երկար պահպանվի, մեջը ջուր չլի, բա ոնց ջուրը մնա կբորբոսնի։ Ժարի տարած միս է։ Մարդիկ առաջ որ սարքել են էսի, սա ծմերը կերել են։ Հա, դե տեխնոլոգիա կա էլի, որ չպահպանես այդ կանոնները, կփչանա շուտ։ Սիկրատների դրանք դիկարմեր է, էլի։ Բայց կրակը ես նայում եմ լավ մարմանդ է։ Հա, մարմանդ լավ է, էլի։ Նրանք թե չէ մի անգամ դեսից կսևանա, մեջի ում կմնա, այդպես գույնը ցուցադրենք, որ բոլոր բաց հատվածները կարմերել են, մաքրվել են, ասենք։ Հիմա ես կհանեմ, ես եմ դու դրս կանես, որ խիտ լինի, դրամբով կանես։ Հա։ Հիմա տեսեք, կրակն անջատել ենք, դուրս ենք բերում առաջին չափաբաժինը, որպեսզի յուղը չայրվի։ Ամբողջը դուրս բերելուց հետո կավելացնենք մնացածը։ Նոր չափաբաժինը ավելացրինք յուղի մեջ, տեսնում եք չէ, փրփուր չկա։ Հիմա միսը կսկսի տապակվել, այսինքն փոքրանալ, ու այդ իր մսի մեջի հեղուկը դուրս կտա յուղի մեջ ու պղպջակներ կառաջանան։ Այդ պահից սկսած արդեն կհասկանանք, որ գնում է տապակման process-ը։ Դա շատ կարևոր է, քանի որ եթե միսը լիարժեք չտապակվի եւ մեջի այդ հեղուկ զանգվածը դուրս չկա, այն ընթացքում կբորբոսնի։ Իսկ տհալը, ինչպես գիտեք, երկար պահպանելու համար են, ինչպես նաեւ պատրաստում։ Մեկօրյա սնունդ չի, պահում ենք բավական երկար եւ եթե ուզում եք ել ավելի երկար պահպանել, կարող եք լցնել ուրեմն տարաների մեջ եւ պահածոյացնել։ Այլ կերպ կարող ենք պահպանել միայն եւ միայն սառը տեղում։ Իմ դեպքում դա սառնարանն է։ Անմիջապես տաք յուղը լցնում ենք մսակտորների վրա, քանի դեռ չի սառել։ Ամբողջությամբ յուղով ծածկվել է միսը, կսառի, կտեղափոխեմ սառնարան, դե իհարկե նորից ձեզ հյուր կգանք ու անպայման կփորձենք, թե ինչ է մեր ստացվում։ Վաղը։ Հա։ Ապրի Գուրգեն Շավարշևիչը։ Մամայդ էլ բերել եմ հետս։ Անպայման։ Դե կգաք, որ փորձենք մեր արած աշխատանքը։ Այսօրվա համար այսքան։ Պապջան, արի, այդ ենակ ինչ հասկացվել, լավ սառելա նոր տիպերի սառել։ Պապջան, արի մի հատ փորձենք, ուտենք։ Ժամանակ դե 2 օր անց լավ սառելուց հետո, ժողովուրդ ջան, պետքա փորձենք։ Հələ փորձենք։ Բայց պետք է համով լինի, չեմ կասկածում։ Դե բնական է, այս յուղը կարող եք արդեն օգտագործել տարբեր փլավ, ճաշես, չգիտեմ, ով ինչ կուզի, կարող եք կիրառել, տեսեք ինչքան զուլալ,
բաց գույնի է մնացել, չնայած նրան, որ մենք միսը հենց այս յուղի մեջ ենք տապակել։ Փորձեմ ուղղել։ Պապ, ես հիշում եմ, որ առաջներում դցնում էին տարաների մեջ ու պահեստավորում էին։ Այդ փոքրվաղ հիշում եմ, որ պատվալն էին պահում։ Դե հնարավորություն չունեին սառացնել եւ այլն, նկուղ։ Հիմա ես օրինակ մտածեցի, կարող ենք չէ՞ սառցախցիկ ուղարկել սա։ Սառնարանում էլ կարանք պահենք։ Բավականին երկար ամիսներով։ Կարող ենք նաև սառցախցիկ ուղարկել եւ չպահեստավորել ձմռան համար ասենք, եթե իհարկե շատ եք պատրաստել։ Ես դիանեմ։ Հերիք չի։ Սիրուն շարի, որ մի հատ ֆոտո անենք։ Հիմա տեսեք ինչ գեղեցկություն ունենք։ Ախորժալի։ Այս մանդր կտորներն էլ լավ փլավի մեջ ալստում։ Մեկ լավ համով է։ Դե ում ձեռնակպել, որ համով չլինի։ Տավարիշ Գիվարգյանը։ Շերմում է։ Այսինքն ծամելուց խնդիրներ չի առաջանում։ Ճիշտ է դա։ Ես որ կարող եմ ուտեմ, որ լավ սկուտել։ Ինքը բիչ նախապես ասում ազային դիշա ծամելու գործեր չտաս կադրի մեջ։ Ասում լավ պապ կխնայեմ քեզ կադրից դուրս կօգտվես։ Դա ոնց է համը, շատ համով է։ Այս է դեպքում։ Մանկության համը, պապի։ Այն որ սենց ծխում եմ, կանդում է, սենց է դիլն էլի։ Թելիք լինի, չէ։ Այսոնց։ Պապ, գիտես ինչն եմ ուզում, անպայման ասեմ, որ աղը ինչքան ճիշտ է վերցրել։ Ինչքան տեղն է աղը, չէ։ Շատ լավ։ Ոնց որ սովորական ճաշի մեջի մսի այդ կարգի աղելություն ունի։ Սիրելիներս անպայման վերցրեք, եթե յուղ եք պատրաստելու լավ որակի կարակ, որպեսզի հետո ուտելուց խնդիրներ չունենաք։ Օրինակ ես ինձնով եմ, հա, առաջնորդվում, քանի որ խնդիրներով մարդ եմ խոհանոցում, սիրում եմ, որ ամեն ինչը լինի շատ համեղ, չունենա տհաճ համ եւ այլն, այնպես որ վերցրեք միայն լավ մթերքներ, որպեսզի ստանաք լավ վերջնական որակ։ Կարամ մտորին փորձեմ։ Համես չես կշտանում, չէ՞։ Համով էր։ Այսպես դիլն։ Ընտիրություն, բա գույնը սև չի, չէ՞, նա ինչքան անուշ գեղեցիկ գույն ունի, թե միսը, թե յուղը։ Իրոք շատ համով է, շատ։ Ապրես պապ ջան։ Գրապրեք։ Այդի եմ ասել ու կասեմ, որ դու իմ ոգեշնչման աղբյուրն ես, շատ ենք սիրում քեզ բոլորս ու ուզում ենք, որ շատ երկար ապրես։ Այսքան է սիրելիներ, շնորհակալ ենք, որ մեր հետ եք եւ այդքան դրական մարդիկ եք, եւ այդքան դրական մարդիկ են մեզ հետևում ու բաժանորդագրվում։ Շնորհակալ ենք։ Ինչ նոր, համեղ, շատ համեղ հանդիպումներ։ Բեր մի հապ Բայց որ ուզում էի ուտեի դրա համար կես տարար, չէ։ Հա, չէ, համովար։ Պոկում էր այդ։ Ապրես պապ։